Ես ճիշտն ասած իրենց տեղը չեմ կարող պատասխանել ինչու հենց հիմա նման եզրահանգման եկան եւ նման որոշում կայացվեց, բայց ենթադրելի է, որովհետեւ դրանից առաջ տարբեր կերպերով գնդերեսներին, ովքեր ծառայում էին զինված ուժերում եւ դա այնպիսի ծառայություն է շնորհալի, որ եւ իրենք զինվորականները, ովքեր հիմա ծառայում են ներկայում եւ պահեստազորի բոլոր զինվորականները կփաստեն, թե ինչքան կարեւոր է գնդերեցի ծառայությունը, որոշակի ժամանակ առաջ այսպես միտում եւ փորձեր եղան գնդերեսներին ներգրավելու, ներքաշելու այն, այսպես ասած, ճակերտավոր բարենորոգչական, եկեղեցու բարենորոգչական ծրագրի մեջ, որ այսօրվա իշխանությունը որպես նարատիվ առաջ է տանում։ Իհարկե, ի պատիվ մեր բոլոր գնդերեսների մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը տղաները հաստատ մնացին իրենց երթման, իրենց ուխտի, իրենց ծառայության, իրենց մարդկային եւ տղամարդկային որակների մեջ եւ ենթադրում եմ, որ դրա հետևանքը եղավ զինված ուժերի հոգեվոր առաջնորդության լուծարումը։ Շատ ու շատ զինվորականներ, հենց այնպիսի մարդիկ, ովքեր հիմա պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում պաշտպանության նախարարությունում, կփաստեն զինվորականների շրջապատում, զինվորականների միջավայրում գնդերեցի ներկայության, նույնիսկ լուր ներկայության կարևորությունը։ Էլ չեմ ասում, թե մեր գնդերեսները տարիներ շարունակ ինչպիսի մեծ ծառայություն են բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, այլ նաև Արցախի պաշտպանության բանակում։ Մեր գնդերեսները մշտապես եղել են մեր զինվորի եւ սպայի կողքին, եղել են իրենց մտերիմ ընկերը, վստահելի այն մարդը, ով լսել է իրենց կարիքները, իրենց խնդիրները, ովքեր օգնել են, փորձել են հոգևոր եւ նաեւ ինչի՞ չէ մարդկային օգնություն ցույց տալ բոլորին, ովքեր դրա կարիքի մեջ են, որովհետեւ գնդերեցությունը ուղղակի բանակում ծառայություն չի։ Գնդերեցությունը դա այն հոգևոր սպասավորությունն է, որ յուրաքանչյուր հոգևորական իրականացնում է Քրիստոսի պատգամին ու պատվերին համաձայն։ Ինչպես որ եկեղեցիներում, հոգևորականները իրենց ծուխի, իրենց համայնքի անդամների հանդեպ հոգևոր խնամք են տանում, բանակն էլ մի մեծ համայնք էր, որ ուներ իր հոգևորականները եւ այդ հոգևորականները այն գործառույթներն էին իրականացնում, ինչպիսին որ յուրաքանչյուր հոգևորական պարտավոր է իրականացնել հավատարիմ մնալով իր ուխտին։ Ավելին ասեմ, շատ ու շատ արատավոր երևույթներ մեր գնդերեսների միջոցով կանխվել են։ Ընդհանուր ինքնասպանության դեպքերի կանխում է եղել, ինքնավնասման դեպքերի կանխարգելումներ են եղել։ Եթե մարդիկ, ովքեր այսօր ցավի սիրտ որոշումներ են կայացնում, կարող են հետաքրքրվել, թե գնդերեսները ինչպիսի ճանապարհ են անցել։ Չեմ ասում պատերազմի ժամանակ զինվորի կողքին լինել, չեմ ասում նահատակվել, անհայտ կորածներ ունենք, կորած մեր հոգևորականներից ունենք։ Մի խոսքով կարծում եմ ժամանակը ցավոք սրտի պիտի բացասական առումով ցույց տա, թե գնդերեսների բացակայությունը բանակում ինչպիսի հետևանքների պիտի բերի։ Չեմ ուզի, որ որևէ այդպիսի փորձության առաջ կանգնի մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան, բայց որոշումը իրենցն էր, իրենք որոշեցին, որ այլևս մենք տեղ չունենք բանակում։ Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, իրենք ինչ ֆորմատով են փորձում այս բացակայությունը լրացնել, երևի ձեր նշած տարբեր կրոնական կազմակերպություններ պիտի արդեն մուտք գործեն զինված ուժեր, որովհետև բնականաբար բանակը ձևավորվում է մեր հասարակությունից, այսինքն հասարակության տարբեր շերտեր, տարբեր ներկայացուցիչներ, նաև կրոնական հայացքներով բանակ են զորակոչվում եւ իրենք պիտի պահանջեն, որ իրենց կրոնական համայնքի ներկայացուցիչը իրենց հետ որ հոգևոր խնամք տանի, չեմ բացառում, որ պիտի որոշակի ժամանակ հետո նաև այդպիսի մարդիկ մուտք գործեն բանակ, զինվորների, սպաների միջավայր եւ փորձեն իրենց գաղափարախոսությունները առաջ տանել։ Ես առավոտյան 11-ը չկար, այստեղ եղա իմ ծառայությունը իրականացնելու, ճիշտ ասած տեսա ռազմական ոստիկանության մեքենան այստեղ պարեկություն է անում, չգիտեմ ինչի, որովհետև աննախադեպ երևույթ է,
Այսքան ժամանակ նման բան չէի տեսել, որ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ ներկա լինի, չգիտեմ, ինչ որ ծառայություն իրականացնի, եթե իհարկե այդպես մեծ միջոցառումներ չեն եղել, որ կապված է եղել պաշտպանության նախարարության հետ։ Ու դուք ինքներդ եք տեսնում, մարդ չկա, եկեղեցին դատարկ է, մենք հետո պիտի ժամերգություն անենք, չգիտեմ ինչի իրենք այստեղ են, ինչ նպատակ ունեն, ինչ են իրականացնելու, չեմ կարող ասել։ Ենթադրում եմ, որ վաղվանից հրամանը ուժի մեջ է մտնում եւ քանի որ եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին ծառայել է զինված ուժերի հոգեվոր առաջնորդությանը, զինվորների, սպաների, բանակի կարիքների, հոգեվոր կարիքները հոգալու համար, ենթադրում եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ վաղը այլևս փետրվարի 1-ով իրենք պիտի խոչընդոտեն, որ մենք այստեղ պատարակներ, չգիտեմ, խորհուրդներ, աղոթքներ իրականացնենք։ Իմ ենթադրությունն է, չեմ կարող ասել, իրենք համապատասխան երևի ձևով կպարզաբանեն ինչի են այստեղ։ 2019 թվականին այս եկեղեցին չէր գործում։ Եվ 2019 թվականի վեհափառ հայրապետի տնօրինությամբ եկեղեցին հանձնվեց զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, որպեսզի բավարարի մեր զինվորների, սպաների հոգևոր կարիքները։ Այդ օրվանից ես այստեղ ծառայել եմ որպես հոգևոր հովիվ։ Արդեն քանի տարիներ է եւ ինձ համար ցավ է, մեծագույն ցավ, որ առաջին հերթին մեր զինվորին սպային կտրեցին հոգևոր միջավայրից։ Այլև ցավ է, որ Աստծո տունը, սրբավայրը պիտի վերահսկվի կամ չգիտեմ ինչ նկատառումներով այստեղ պիտի լինեն ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Աստծո տունը այո, բոլորի առաջ է բաց, բոլորս, բայց որևէ բիրտ ձևով Աստծո տուն չես կարող մտնել։ Աստծո տուն մտնում ենք միայն աղոթքի, միայն խաղաղության, միայն միասնության, միակամության համար։ Սա է քրիստոնեության խորհուրդը եւ սա է մեր որդեգրած առաքելության այն ճանապարհը, որ կա։ Ես 2006 թվականի սեպտեմբերի 1-ի վեհափառ հայրապետի տնօրինությամբ որպես գնդերես ծառայել եմ եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, տարբեր տեղեր եմ ծառայել, սահմանային զորամասեր, իմ առաջին ծառայությունը եղել է Վարդենիսի Սոտքի զորամասում, այնուհետև Քարվաճար, Ճամբարակի զորամաս, երկար տարիներ այնտեղ եմ ծառայել, 13 տարի։ Հետո եղել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հոգևոր գնդերեցը, հետո 5-րդ բանակային կորպուսի ավագ գնդերեցը, հետո Քանաքեռի կապի գնդերեցը, վերջում իմ ծառայությունը իրականացնում էի Կանազի զինվորական հոսպիտալում։